Երբ Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ իրար հակադրեց Արարատը եւ Արագածը, ես այստեղ նստած ասեցի, դուք նոր բարձունք գրավեցիք։ Մինչև այդ հներ, նորեր, սևեր, սպիտակներ, նախկիններ, ներկաներ, ապագաներ, ապառնիներ, այո, ինքը դրանով նոր բաժանարար գծեր քաշեց։ Եվ երեք դրան անդրադարձավ պարոն Կոնջորյանը։ Ինչ ասեց մոտավորապես, որ դաշնակցությունը մոնետիզացնում է Արարատը, Արագածը չի կարող մոնետիզացնել, որտեղ այնտեղ ռեստորաններ են կառուցվել, ռեստորան կառուցելը արդեն իդեպ սարի մոնետիզացիա է։ Բայց երբ դուք խոսում եք, ես հիշեցի Տիկին Կարապետյանի ելույթը, երբ դուք բերեցիք եւ անցկացրեցիք Հռոմի ստատուտը։ Հիշում եք Տիկին Կարապետյան, երբ մենք դեմ էինք արտահայտվում դրան, դուք ասում եք դաշնակցությունը դեմ է, որովհետև ինքը մոնետիզացնում է, հայդատի գրասենյակները մոնետիզացնում են Ադրբեջանի դեմ պայքարը, իրան գնում են, դրա հավաքներ են կազմակերպում, որ Ադրբեջանին պատժեն, ցույցեր են կազմակերպում եւ այլն։ Այ հիմա մենք, որ վավերացնենք Հռոմի ստատուտը, մենք կպատժենք Ալիևին, պատժեցիք։ Երբ եք պատժելու։ Երեք ավակ հուրփաթա չեմ ուզում այդ գնահատականներին որակումներ տամ, ճիշտ եմ ասում, չէ, ամեն դեպքում պետքա քրիստոնեական ներողամտությամբ ամեն ինչին վերաբերվել, բայց կխնդրեի դուք ձեր կարծիքը, ձեր արտահայտած մտքերը մի հատ պոլիգրաֆով անցկացնեք։ Ստի կեղծիքի մասին է խոսքը։ Բայց քանի որ խոսքը գնում էր, սկսեց խոսել պարոն Կոնջորյանը, պարոն Կոնջյան, ես գիտեք, ինչքան օրինակ ապրումակցում եւ կարեկցում եւ ցավակցում էի Տիկին Կարապետյանին, որ 10 տարվա մեջ մի տարվա մեջ չգտա մի լավ բան, որ կառավարությունն արել է, այդքան օրինակ ձեզ եմ, գիտեք, նախանձում, ես ուզեի 30 տարի հետ գնայի 35 եւ առաջի անգամ սկսեի ծանոթանալ դաշնակցական գրականության հետ, որը դուք հիմա եք անում։ Գիտեք, Քրիստոֆոր Միքայելյան, Միքայել Վարանդյան, Սիմոն Վրացյան, Ռուբեն Դարփինյան, Վան Նավասարդյան, Ավետի Սահարունյան, Լևոն Շանթ։ Գիտեք, օրինակ տեսեք Լևոն Շանթին աստվածներ, իջեք երազներ, իջեք զգույշ երազներ, շոյող անուշ երազներ, իջեք քնքուշ երազներ, ծաղիկ կանաչ թարմ հյուսեր, բախտիկ կարկաչ եւ հույսեր, դող ու անցուկ ու կարող ծածուկ արցունք ծարանոտ, խելքի մտքի հակասում, միշտ նոր կյանքի սպասում, եւ ահա Նիկոլ Փաշինյան։ Լողոսկեստի ավանդույթի համաձայն ծածկում են նրա գագաթները միայն, ցանցավոր եւ ցուցանում իր տակ եղած ամեն ինչ, վարտիկ ժլատ կտորի տակից դուրս էին պրծել նրա որոնք ասես հարցնում էին կրահիր թե ինչ կա այստեղ, Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին, համեմատեք իմ երկու կարդացածները, համեմատեք եւ հասկացեք եւ գնահատեք դաշնակցության թողած գրականությունը եւ քաղաքական գրականությունը եւ սա, չգիտեմ, մնացածը չուզեցի կարդամ, գուցե երեխաներ են մեզ լսում եւ վերջը ես ամեն դեպքում հին Հայաստանի արժեքային համակարգով եմ 18++ է, 18+ չի։ Բայց քանի որ խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին, երեկվա իր արտահայտությունը ասում է կռիվ չի լինելու։ Այդ մենք էինք կռիվ անելու, Հայաստանն է պատերազմ սկսելու։ Երբ էր Հայաստանը պատերազմ սկսել։ Երբ էր Հայաստանը պատերազմ սկսել, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է պատերազմ այլևս չի լինելու։ Այդ նույն դեպքում որ ես հիմա վեր կենամ ասեմ երկրաշարժ էլ չի լինելու։ Ոչ պատերազմն է ձեզանից կախված, ոչ էլ երկրաշարժը։ Եվ ես ինչքան վեր կենամ եւ հայտարարեմ, ուրբաթ հայլ ասեք թե չեմ խանգարել։ Ուրբաթ է մի խանգարեք։ Ավակ։ Մանավանդ որ 5 շաբթի, 4 շաբթի, 3 շաբթի խանգարել եք։ Չես կարող ասել թող այլևս չլինի երկրաշարժ, երկրաշարժին պետքա պատրաստ լինես։ Պետքա փորձես երկրաշարժը կանխատեսես, սեյսմակայուն շինարարության նորմերին հետևես։
Մենակ վեր կենալ ասելով էլ երկաշարժ չի լինի, էլ պատերազմ չի լինի, չես կանխում պատերազմը։ Իսկ ձեր ձևով պատերազմը չեն կանխում։ Չեն կանխում, այս անընդհատ զիջումները, այս գիտեք, ինչի մեզ հանկարծ կոչեցին ֆաշիստ, մի հատ հասկանանք։ Ղարաբաղյան էլ չի ասում, ԼՂ շարժումը դադարեցնում ենք։ Ղարաբաղը պատերազմի պատճառ է։ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու։ Դուք 22 թվականից ճանաչել եք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախյան հանրապետության նկատմամբ։ Ինչա 22 թվականից մինչև այսօր շարունակել եք։ Չեք շարունակել։ Պատերազմը դադարացրել եք։ Այս ադրբեջանցիք, որ մեր տարածքում են, ովքեր են, ինչ կարգավիճակով են։ Օկուպանտի թե տուրիստի։ Չէ, եթե դուք օրինակ Հայաստան եկած Հարավ-Արևելյան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքացիներին համարում եք տուրիստներ, ես ամենևին չեմ բացառում, որ դուք ադրբեջանցիներն էլ եք տուրիստ համարում։ Գնացել են, տեսեք մարդիկ ջերմուկում նստած են։ Վերջը երբ եք անդրադառնալու, որ այս միակողմանի պարտվողականությունը չի բերում պատերազմի։ Ավելին ասեմ, որոշ արտահայտություններ բերում է պատերազմի, ներողություն, չի բերում խաղաղության, որ ձեր որոշ արտահայտություններ հիմք են հանդիսացել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր ներկայացնի։ Հիմա ասում եք մենք հայցերը հետ կքաշենք, ինչ հետ եք քաշելու, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը, ցեղասպան գործողություն է արել, փոխային Ադրբեջանից ինչ եք ակնկալում։ Ինչ եք ակնկալում։ Մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն, որ դա ասեք ես ձեզ Չեմբերլենի նման ասեք ես ձեզ խաղաղություն եմ բերել, պաշտպանության հանձնաժողովն է, ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային պատմությունը սենց ոտնատակ ներկայացնի, ասի ով էր հաղթողը, Չերչիլը թե Չեմբերլենը։ Դուք երկիրը բերե հասցրել եք կործանման եզրին, եւ դուք ինչքան ավելի համեստ եւ խոնար եք խոսում Ալիևի հետ, այնքան ինքը ավելի լկտիանում է։ Եվ դուք քանի դեռ քաղաքական մեծամասնություն եք, մտածեք երկրի դիմակայությունը մեծացնելու մասին, այլ ոչ թե Ադրբեջանի առաջ ցնկի գալու